Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության, եթե առանց հակաբեղմնավորիչներ օգտագործելու 24 ամսից ավելի տևող կանոնավոր սեռական կյանքը չի հանգեցնում հղիության, ուրեմն զուգընկերներից մեկի մոտ առկա է անպտղություն։ Նույն կազմակերպությունը տեղեկացնում է, անպտղության խնդիրը սոցիալականից վերածվում է համազգային հիմնախնդրի, եթե դրա մակարդակը երկրում գերազանցում է 15%-ը։ Հայաստանում 2015 թվականին միայն կանանց մոտ գրանցվել է 14,6% անպտղություն։ Թեև թիվը շարունակում է մտահոգիչ մնալ, 10 տարի առաջ այն շուրջ 2 անգամ ավելի մեծ է եղել։ Առաջի հետազոտությունը կատարվել է 1999-2000 թվականին, եւ մենք ստացել ենք շատ մտահոգող թվեր։ Առաջնային անպտղությունը կազմել է 3 եւ 4%, երկրորդայինը 28 եւ 5%։ Երբ 2010 թվականին իրականացվեց երկրորդ հետազոտությունը, մենք ունեցանք կրկնակի անպտղության նվազեցում։ Արդեն անպտղության տարածվածությունը 31,9-ի փոխարեն դարձավ 16 եւ 8/10։ Անպտղության նվազեցման պատճառները կապված են տեխնոլոգիաների զարգացման, վերարտադրողական առողջությանը նպաստող մի շարք ծրագրերի իրականացման, ինչպես նաեւ հասարակության մեջ որոշակի կարծրատիպերի հետզհետե նահանջելու հետ։ Եթե նախկինում միայն կինն էր դիտվում որպես անպտղության պատճառ, այսօր փոխվել է մոտեցումը։ Այսօր ամուսնական զույգը հետազոտվում է եւ ձեզ ասեմ, որ 35-40%-ի պատճառը տղամարդն է լինում, իսկ 25-30% լինում է զուգակցված պատճառներ։ Մինչ օրս հայտնաբերված է տղամարդկանց անպտղության 16, իսկ կանանց անպտղության 22 պատճառ։ Կանանց չբերությունը կարող է լինել բացարձակ եւ հարաբերական։ Բացարձակ անպտղության դեպքում կնոջ օրգանիզմում առկա է այնպիսի արատ, որը բացառում է դասական հղիության հնարավորությունը։ Նման արատներից են ձվարանների կամ արգանդի բացակայությունը։ Բացարձակ չբերության դեպքում հղիանալու միակ տարբերակը արտամարմնային բեղմնավորումն է։ Ըստ մեկ այլ բաժանման, կանանց անպտղությունը լինում է առաջնային եւ երկրորդային։ Առաջնային երբ կնոջ կյանքում ընդհանրապես չի գրանցվել հղիություն, երկրորդայինը եւ գոնե մեկ անգամ գրանցվել է հղիություն, որից հետո նոր արդեն անպտղության հետ են գործ ունենում։ Դրա պատճառները ինֆեկցիաներն են, աբորտներն են, աբորտներից հետո պաթոլոգիա գոյություն ունի եւ խոռոչում ձևավորվում է կպումային պրոցես, արգանդի խոռոչում, որը ինքը իրանով պատճառադառնում չբերության, այսինքն այնտեղ պատնեշ կա, որը պետքա վերացվի, որից հետո նոր կգրանցվի հղիություն։ Բազմակի աբորտներից հետո, երբ որ կնոջ մոտ գրանցվում է հղիություն, արդեն պարանոցը տրավմայի ենթարկված պարանոց է եւ չի պահում այդ հղիությունը, այսպես ասած, գալիս է ժամանակ, որ վիժում է տեղի ունենում կնոջ մոտ։ 2015-ին Հայաստանում կանանց միայն 4%-ն ուներ առաջնային անպտղություն, ինչի գլխավոր ահազանգը դաշտանի խանգարումն է։ Անպտղության տարբեր տեսակների հիմք կարող է դառնալ առօրյա կյանքում գործածվող ոչ առողջ սնունդը, հաճախակի դիետաները, շրջակա միջավայրի եւ լողավազանների աղտոտվածությունը, հագուստը։ Նեղ ջինսերը բերում են նրան, որ արյան շրջանառություն կոնկրետ իրակային համակարգում կանգային երևույթներ են առաջանում, իսկ երակային հոսքում կանգային երևույթ առաջանալը արդեն ինքը իրանով նպաստում է ինֆեկցիայի զարգացմանը։ Նույնն էլ սինթետիկ հագուստ կրելը, դիետաներն էլ շատ նպաստում են։ Հիմա երիտասարդությունը ինքնագլուխ, այսպես ասած, ինտերնետներից վերցնում են շատ գրառումներ, դիետաներ եւ այլն, սկսում են պահել, նիհարել էնդոկրին համակարգի խանգարումները գրանցվում, որոնք բերում են արդեն անօվուլյացիայի, օվուլատոր ցիկլի խանգարման, հետեւաբար նաեւ անպտղության։ Գինեկոլոգներն ահազանգում են, որ ներկայիս սերնդի մոտ անպտղության առկայությունը կարելի է կապել 90-ականների մութ ու ցուրտ տարիների հետ։ Այդ տարիների ծնված սերունդն է, որ պետքա սերունդ տա, ու իրանք առողջ չեն արդեն իրանք, որովհետև իրանք աճը զարգացումը ընթացել է ոչ առողջ միջավայրում, այսպես ասած, ցուրտ, որոշակ ընտանիքներում նույնիսկ սննդի հետ կապված խնդիրներ ա եղել, նորմալ սնունդ չեն ստացել, որպեսզի կազմավորվի նորմալ օրգանիզմ։ Անպտղությունը բուժելու գլխավոր պայմանը բժշկին ժամանակին դիմելն է։ Ամուսնացած զույգը անհանգստության հիմք կարող է ունենալ, եթե 2 տարվա ընթացքում հղիություն չի գրանցվել։ 35 տարեկան հասակից բարձր կնոջ համար ցանկալի է հետազոտություն անցնել 6 ամսվա ընթացքում չհղիանալու դեպքում։ 40-ն անց կանանց խորհուրդ է տրվում գինեկոլոգի դիմել մինչև հղիության պլանավորումը։ Ժաննա Պողոսյան, Գևորգ Հարոյան, Civilnet։